Բարություն քեզ սիրելի բարեկամ, ես հիմա գտնվում եմ Հորդանան երկրում, Աման քաղաքում, հայոց Սուրբ Թադեոս եկեղեցու բակում։ Հորդանանը պատկանում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանին եւ այստեղ է գտնվում Երուսաղեմի պատրիարքության, այսինքն պատրիարքի փոխանորդ ծայրագույն վարդապետ Հայր Ավետիսը։ Այսօր իրեն պետք է խնդրեմ, որ բացատրություն տա եկեղեցու մասին, հայերի մասին, ինչպես այստեղ ամեն բան կազմակերպվեց, հայերը ինչպես հայտնվեցին այստեղ եւ եկեղեցու պատմությունը եւ ինչ այսօր ինչ կա, ինչ եւ այսպես տարբեր բաներ եւ պետք է այսօր գործեր կա վերջացնենք, երեկվան ավելի մի քիչ ուշոտ Հայր Ավետիսը մեզի կպատմի։ Այժմ մենք կգտնվենք Սուրբ Տատյոս եկեղեցու մեջ։ Սուրբ Տատյոս եկեղեցու հողը 1950 թվականներու վերջավորության եւ 1960-ական թվականներու սկզբնավորության քննված է։ Մենք ունենք ուրիշ հողը, որ գտնվել է Աբդալի շրջանի մեջ, որ հոն գուզեմ որ եկեղեցին կառուցվել։ Սակայն հայությունը հոց թվով բազմաթիվ հայեր Գաբրիել Աշրաֆիեի բարձունքին վրա, որը այնպիսին էր, որ ամբողջ քաղաքը, ամբողջ Աշրաֆիեին գրնայք դիտել։ Ուրեմն անտիկաջանանով մեծ բարերարը եկավ քնեց այս հողը, որ այժմ գտնենք Սուրբ Տատյոս եկեղեցու մեջ, մոտ 4 դունում 500 մետր քառակուսի է։ Եվ որ քնեց եւ միասնապար այն ժամանակ եղեշե պատրիարքն էր 1962 թվականին նախ շինեցին Մանգաբարդեզի շրջանը, ուր մեր երեխաները գուկային դասընթացներու գեդվին Մանգաբարդեզ եւ նախագրտարանի, որոնք կճանային դպրոցական կյանքը շարունակել։ Սակայն շաբաթ երեկոներ եւ դոնական օրերուն դպրոցը գվերածվեր եկեղեցու։ Եկեղեցի վիճակ կստանար, շարժական բեմ կարգտնեին, շարժական խորանով եկեղեցին իրենց առողջությունները գնային Մանգաբարդեզի մեջ։ 62 թվականին այս շքեղ հրաշալի եկեղեցու Աստծո հոգին որ գսկակ որ ներսն է, այս եկեղեցին շինարարությունը սկսավ։ 67-68 թվականներուն շինարարությունը գառուցվեցավ շենքը, շինարարությունը իր ավարտին եկավ, 68 թվականի մարտի կամ ապրիլի ամիսերուն տածքին եկան այս Սուրբ եկեղեցու, Սուրբ Տատյոս եկեղեցու օձումերին։ 1968 թվականի մինչև այսօր այս եկեղեցին կդարայե հորդանահայության եւ արտասահմանին եկող այցելու հայերուն եւ բոլոր հայության համար որպես օջախ աղոթքի եւ գործել որպես իրենց քաուտային եկեղեցին։ Քաուտին եկեղեցու գողքին գա առաջնորդարանը, այժմ գերտան կտեսնանք նույնպես առաջնորդարը, որ առաջնորդարան գսպարի ժողովրդին կյանքով, ժողովրդին բոլոր հուզող հարցերը իրենք ազգայնական խորհուրդը կփորձի լուծել հայ սուրբին կամ առաջնորդին ղեկավարությամբ, որբեսի իրենց բոլոր հարցերը, թաղումները, բսակները, շարանկության մգայքինները հերու միարասե ամուսալուծումներ եւ այլ կյանքի, այլ տեսակի թադական, գրոնական, թադական հարցերը կփորձեն լուծել ժողովրդին, ծառայել եւ ժողովրդին գամավոր ձևով իրենց ծառայությունը բերել։ Մույս կողքին, եթե մենք պիտի խոսենք 1960-ական թվականին Աշրաֆիի այս բարձունքին տարած եկեղեցին, մոտ 6000 հայություն գաբրել Աշրաֆիի մեջը։ Բոլոր Աշրաֆիի բարձունքին ամենամեծ գդորը գոչած են հայոց տաղ, Հայել Արման, Armenian Quarter։ Ուրեմն, բայց այսօր հայությունը ընդհանրապես քաղտած է դեպի արևմտյան ամմանը, որտեղ ոս Աշրաֆիի մեջ ավելի քաղտականներ կգտնվին, ավելի եգիպտացիներ, բամբորներ կգտնվին, որովհետև կյանքը սկսավ ավելի աջիլ արևմտյան ամմանի մեջ եւ ոչ արևելյան ամմանի մեջ։ Աշրաֆիեն արևելյան ամմանի մեջ կգտնվի։ Անոնոմա ժողովուրդ ավելի քաղտած է դեպի արևմուտք։ Այսօր մոտ 30 ընտանիք կա Աշրաֆիի բարձունքին, այսինքն 80-70 անց հազիվ կա Աշրաֆիի մեջ։ Բայց կիրագորը Փարքաստո եկեղեցին գլեցվի հայ հավատացյալներով։ Այսօր գաշվի հայության թիվը 6000 հայություն ամմանի մեջ։
մոտ 2500-ը քաղաքական հայեր են, երբեմն թիվը գնա բարձր մինչև 3500-4000, ինչ կնշանակա քաղաքական հայեր։ Ուրեմն Իրաքի բادرազմեն վերջը Իրաքահայությունը քաղտեց դեպի հորտանան այն հույսով, որ պիտի լարոս սպասագայան, հոսքե գերտային ամերիկյան տեսփանադուն, կանադական տեսփանադուն, կամ այն երկիներ, որ իրենք կցանցան ճամփորդել, որպես իրենց թիմումները ներկայացնեն, իրենց հարցազրույցները, որ պիտի ելան տեսփանադան մեջ, գլա ամմանի մեջ, ուրեմն ամմանի տեսփանադուններու մեջ, անորմալ գուքան գայք կհաստատեն ամմանի մեջը եւ իրենք որպես հայեր գուքան եկեղեցին գծարեն։ Ոմանք 10 տարի են գարնին իրենց թուղթերը կամ իրենց փասապորտները կամ իրենց գրին քարտը կամ ագեցության թուղթերը արտասահման ապրելու համար, ոմանք շուտով 2 տարին 3 տարի են գլան։ Անոր համար թիվը գրնա խաղալ 2500 մինչև 3500, երբեմն 4000։ Մենք որ 2016 թվականին որոշվեցան կամ նշանակվեցան Բադյակ Սրբազան հոր կողմէ եւ նորեն ժողովի վավերացումով եկան հուլիսի 1-ին 2016-ին որպես բادرական փոխանորդ եւ առաջնորդ ամմանի եւ հորտանանի մեջ կնող բոլոր հայերուն ունեն մոտարովես 4500 քաղաքական իրաքահայեր եւ սուրիահայեր եւ լիբանանահայեր, որոնք բոլորը իրենց թուղթերը ամփոփեցնել է, ավարտվել է վերջը, բոլորը ճամփորդեցին իրենց նպատակագետին, ոմանք Միացյալ Նահանգներ, ոմանք Կանադա, ոմանք Ավստրալիա, միան գրնամսի անցյալ շաբաթ եկեղեցու մեջ խորանի վրա ծառայող սարգսակ, 2 սարգսակներ ճամփորդեցին դեպի Ավստրալիա։ Անոր համար ցանկը ինչպես կզարկանա չեմ գնար սեր, բայց կսեմ 6000 հայություն կա այսօր, այս վարկանից 3500 հորտնահայեր եւ 2500 քաղաքական եւ 1975-80 թվականներուն եկող քաղաքական հայեր Լիբանանեն, Սուրիայեն։ Ինչքան մկրտություններ, պսակներ եք խոսում թաղում։ Միան գուզենք իմա թաղումը շատ կլա, որտեվ ունին գերեց տարիքի մարդիկ, որոնք 80-ին վերեն, որոնք այս կամ այն բաժարով, հիվանդության բաժարով գմերնին։ 2017 եւ 18 թվականները դխուր թվականին։ Մեծ քանակով հայեր մահացան։ Սակայն վերջերս անցյալ տարի այս տարի 2023-ին թիվ ավելի սակավ է։ Անցյալ տարի 12 հոգի մահացավ, թիվը համեմատաբար լավն է, իսկ ծնունդը գախյալ է։ Մեր երիտասարդները չեն ուզել ամուսնանալ կամ դժվարություն ունին ամուսնանալու կամ գուզեն ավելի թաթար դալ իրենց կյանքին, չեմ գնարսել, սակայն բսակները դարին 4-6 բսակ կլա։ Մգրդությունները ավելի արտասահմանեն գուքան մգրդության համար, արտասահմանեն ասենք փնիկ հորտանացին, որ Ամերիկա ճամփորդած կլան, իրենց զավակը գուզեն սուբտատյոս մգրդել, որտեղ իրենք այս եկեղեցի մեջ մեծած են, այս տեղը իրենք սնունդ ստացած են ոգևոր, գուզեն իրենց զավակները այս դունի մեջ են դուրս կան, կամ հորտանան կետ կերտան մգրդելու համար։ Ուրա մոդարովես 15-20 մգրդություն մլա դարին։ Եթե ըլլան, ասի արավալակույնը որ գսեմ։ Բայց եթե միջին հաշիվով ունենք 8-10 մգրդություն մլա։ Լավ, եթե գուզեք, որ եկեղեցու մասին խոսենք, եկեղեցին դեսնանք հոստեղը ունինք Մարիամ Աստվածածնի թակադրությունը 2017-ին թրվեցավ ասի Իհիշադակ Անի Չորբաջյան Քեվորքյանին, որոնք իր զավակները եւ իր ամուսինը իրենց գնգան եւ իրենց մորը Իհիշադակին այս նկարը նվիրեցին եկեղեցվո, մեր խնդրանքով եղավ եւ զեդերվեցավ։ Այս կողմը գա Դիգին Երանուի Փարիկյանը Ալնատուրը, որ ինքը իր ողջությանին ձետ խոսեցավ, իր ողջությանը նկարը ինքը ընդրեց եւ երբ սկսավ կծվել, անագնգալ մահացավ սրտի գատվածով։ Եվ իր հիշադակինը, որ ասի տրեցինք, հոս նգարը, իր օրիջինալ նգարը գտնվի Երուսաղեմի խաչելության նգարն է, որ արած նգարած են կոպին, հոս սրած են մեդացված։ Իսկ ասի գա Թավիթ Քալստյանը գնվիր է եկեղեցվո իր բժշկության, առողջության համար եկեղեցին նվիրեց, եկա բացումին ինքը ներկայել ասոր, ինչպես նա նվիրեց խաչկար, որ դուրս ունենք
3 խաչքարեր, որոնք Հայաստան են բերած ենք, մեկը 2017 թվին, մյուս երկուքը 2019 թվին, որ այս բոլորը ըրինք օձում եկաներին։ 2017 թվին ամբողջությամբ եկեղեցին նորոգեցինք, եկեղեցու բոլոր բادرը ներգեցինք։ Այո, մենք 2016-ին եկանք, մենք 2016-ին ներկա եկանք որպես առաջնորդ եւ բաժական փոխանորդ, 2017-ի մայիսի 25-ին սկսավ եկեղեցու նորոգությունը ներկը սալիկը փոխվեցին սալիկներով նոր սալիկներ, ամբողջությամբ կորկը եւ երկու ուրիշ պատկերներ տնին Քրիստոսի խաչելությունը եւ Սուրբ Գևորգի նկարները տրվեցան եւ բոլոր զարդարանքները որ գտեսնանք նկարներուն շուրջը ավագիները 2004 թվականին են 7-ին են աս զարդարանքները որ շուրջը կան պատկերներուն նոր եղան բոլորը եկեղեցվո խորանին վրա Սուրբ Օգին աղավնին եւ հրեշտակները խաչերը նորեն ամբողջությամբ բադը նորոգվեցավ կմպետը 1996-97 թվականին է խորանը։ Այստեղ նշմարեցի շատ Երուսաղեմի հոգի ես դերը, նկարները, պատկերները, երևի շատ կկարողանա։ Ներոամի տեղսեմ, 41 տարվա միապան եմ ես Երուսաղեմի։ Ես 60 տարեկան, եթե 19 տարեկանի սոնկացի 41 տարեկան ուրեմն ես Երուսաղեմացի կնկատեմ, ես Երուսաղեմին կապված եմ։ Անորամար շունչը հոգի։ Այո, եթե տեսնակ ամեն Երուսաղեմի եւ Հայաստանի շատ ասենք ծածկոցներ բերինք ձերակորդ, որ կտեսակ խորանի ծածկոցը, խաչը որ կա, նորեն ծածկոցը, սեղանի ծածկոցները, իսկ բռնիչները, ամեն Հայաստանի մարդ կգա շատ Երեք օրինակ եկած են ուխտավորներ, եւ որ ուխտավորներ կան, բարի եկած են Աստծոպարին, մեր եկեղեցին, բաց է բոլորին։ Պատարակին շատ մարդ կլան։ Ամառվա ընթացքին ավելի բագաս, բայց ծմերը ավելի գլա։ Ասենք 30-ին 50 հոգի գլա։ Իսկ եթե որ հոգեանքից լինի, եկեղեցին ամբողջությամբ լեցում գլա դեղ չեն գտնար։ Երուսաղեմում է դա այնպես։ Երուսաղեմում բայց ներողություն, ես Երուսաղեմցեմ այսօր։ Հոգեանքիստին այդքան եթե անցե գախել է հոս, հոգեանքիստին մեկը մույսին հասկական է, բոլորը գուկա մեկը մույսին հարկելու համար։ Լավ, 2018 թվականին սկսյալ մենք ավանդություն ըրինք ավելի սովորույթ հաստատեցինք, բայց այդ ավանդությունը պետք է լար, գիտենք որ հայերը ավակ շաբաթ օրը, ցադիկը մեկ օր առաջ լույս կանեն, եւ գիտենք որ բոլորը մեկ ու գեշ ժամի դարբերություն հոսկե մինչև Երուսաղեմ, հատուկ արդոնությամբ մենք լույսը կբերենք ավակ շաբաթ օրը երեկոյան ժամը 5:30-ին, որ կտեսնակ այդ կանտեղը օնքեղեցիկ խորան գլա, շինված գլա, որ մենք դրած գլանք եւ գվարենք լույսը, այս կանտեղը 365 օր շարունակապար գվարենք մենք։ Միշտ այո, եւ լույս ունենք, եթե ասած մեր ասել որ մարելու լա փուն իսկական մոմը ունենք, որ գա մոմեն գվարենք, եկվարենք եւ հավելյալ մեր դանը մեջ ունենք մեր գանտեղը, մեր դունի մեջ դունեն գանտեղին գրագը գարնին կոսկը բերենք։ Մեկը մույսին ամբողջացնենք։ Այո։ Այսօր ես նշմարեցի կորոնային վերջ, դու շատ բաներ, լայվեր կտար եւ անանք սովորություն եղավ պատարակները թիմա ամեն ինչ Facebook չենք տնել, միան բացատրենք։ Հիմա մինչև 2022-ի օգոստոս հոկտեմբեր ամիսը ուղի եթերով մենք կսպրեինք մեր սուրբ պատարակները եւ ամեն տեսակի առողջությունները։ Սակայն տեսան քիչ ժողովրդի մեջ ավելի զուրություն սկսավ քաչել, բայց ուրիշ մյուս կողմը ձերերը, երեսները գրնային պատարակին մաս եւ բաժին բերել։ Ուրեմն ստիպեցանք թատրեցնեն, որպեսզի ժողովրդի հետ գրգին եկեղեցի հրավիրել։ Ստիպեցանք, որպեսզի եկեղեցին ճիշտ է որ մենք կերտանք իրենց մոտ, կուզենք որ ժողովուրդը, բայց կուզենք որ մեր դուննա, մեր եկեղեցին քարը չէ, հավատացյանն է, երկու հոգին երբ Քրիստոսի Աստծո անունը գիշեն, այդ է բուն եկեղեցին։ Եկեղեցին մեր աղոթքն է միասնապար, որ Աստծո կբարձրանա կուլա։ Խունգերուն նման։ Անորմալ ուզեցին, որ ժողովուրդը գա պարտիրոջ, 1000 պարտիրոջ, գիրագորերը քեշ աղեք լավ են մեր տիվը եկեղեցին ներս։ Հայսուր հորդանան, երբ որ մենք միաբանությունը կգանք արևմտյան կողմը ձեր համար, չէ, ափին,
միաբանությամբ գանք ջուրը օրտնելու Հորտանան գետը Հորտանան գետը դուք էլ մյուս կողմից կգաք Այո Մենք միշտ մեր կողմից գալիս ենք ես էլ նկարել եմ որոշ ժամանակ դու այնտեղից падգամ ես խոսում չէ ինչ որ կոչում խոսում եւ ինչպես եք պատրաստվում գալը մեր երկու խոսքով ասա դուք ինչպես եք գալի Լավ որբեսովի մենք թրույթ ստեղծեցինք որ ժողովրդին հասանելի դառնալու համար ծևեր փորձեցինք գտնել Առաջին ծևն էր Facebook-ը որ Facebook-ով սկսանք հայտարարություններ տանել ոմանք կան որ Facebook չունին ոմանք կան TikTok ունին կամ այլ ինտերնետային միջոցներ կան Այդ մեգնալ ժողովուրդը ճուզեցին ոմանք կան որ միան WhatsApp-ով աշխատին Ուրեմն WhatsApp-ի գրուպը ստեղծեցինք, որ մեկը մյուսին իրար չեն գնալ իրար հետ խոսիլ, կամ chat-նել, որ ինչպես անգլերեն գսեն, այո, broadcast system-ը ասացինք, որ միմիան մենք admin ենք, միմիան մենք կրնանք WhatsApp գրգել եւ իրենք միմիան գստանան, բայց մենք մեկ գոճագին տպչելով 300 հոգի մեր WhatsApp-ը գստանա Որ այո, 3 գրուպ ունենք, մոտավորապես եթե 3 գրուպին մեր հայտարարությունը տնենք 900 ընտանիք կստանա մեր WhatsApp-ի հայտարարությունները որտեղ մեծամասնությունը մեր համարը հերացանի համար ունին, մեծամասնությունը մեր Facebook-ին անդամ են եւ մեծամասնությունը այո, ամբողջ կհետևին։ Անորամար ուրեմն որպես PR որ գսեն որբեսի գնանք մեր խոսքը ժողովրդին հասնելու միակ միջոցը մտածենք WhatsApp-ի եւ Facebook-ի միջով հասնել եւ парքասում միջև այսօր հաջող վիճակ ունի Իսկ երբ որ գգաք Հորդանան գետը դու ինչ ընդհանրապես քո падգամը ինչ է Սկզբնագոք որ ես Երուսաղեմ գտնվայի որ գխոսեին ագուտներն որ գխոսեին ավելի գխոսեին Հայաստանի այս կամ այն կառավարության կամ այս կամ փանագի մասին մենք ավելի սկսանք գետրոնալ Քրիստոսի ծննդյան, Քրիստոսի մգրդության, Քրիստոսի ծննդյան պատկաններու մասին խոսիլ։ Քրիստոսը որ ծնավ եկավ մեր սրտերուն խաղաղություն տալու, խաղաղության մասին խոսենք։ Քրիստոս որ անփավելին էր, եկավ փավավարարվեցավ Մարիամ Աստվածածնա արքանտի մեջ, գխոսին Քրիստոսի կարողությանը, որ ինքը Աստված է մարտացավ մեզի համար, որտեղ ինքը մեզի սիրեց, անչափ Աստված սիրեց աշխարհը մինչև իր միածին որդին դեպա որբեսի անոր ավադա չգործի այլ հավիտենական կյանք ունենա ուրեմն Աստծո սիրո մասին որ գխոսենք Աստված որքան Հիսուս որքան մարդկության սիրեց որ ամենաանարք բադիժը հանցն արավ եւ խաչը բարձացավ իր սերը մարդոց ցույց տալու համար Քրիստոսի սերն է որ գուզենք տալ Ինը դարի է ամենադեն նոր թեմամը, նոր պնապամը գնդրենք և գուզենք ժողորդին դալ հասցներ։ Իսկ հայսուրբ մենք ունենք նոր եկեղեցի նաև, չէ, Հորդանան ապին 2010 թվականին դոկտոր Կարաբետ Կարաբեդյան Դոկտոր Կարաբետ Կարաբեդյան, որ գարում ենք ձանոթենք, անձամբ կջանշնանք, իր դղան դոկտոր Վիկենը, իր հորը գդագը իրականացնելու համար նվերադություն ըրավ, թակավորը մեզի 4 տունում հող նվիրեց և անոր վրա շինեց Սուրբ Կարաբետ եկեղեցին, որը դարին մեկ անգամ հոմ բադարակ կնենք, այն օրը, որ Երուսաղեմը գորոշ է, որ իրենք հորտանանքետ պիտի իշնան արևմտյան կողմեն եւ մենք արևելյան կողմեն մենք ժամը 8 անցկես հոսքե դուրս գալանք բասերով 6-7 բաս 50 օքինոց մոտ 400-500 օքիով գիշնանք գաղութենք բադարակը գնենք եւ այնպես կնենք որ ժամերը գիտենք այո մենք կուկանք ապին կսպասենք որ եւ ապին որ գասնենք մենք ուղի եթերով գարդասպրենք առողջությունը մգրդության Ահլեն Աստված օգնական Եվ բաբա Հոգևորականներեն գտնվին Գերաշնորհ Դեսևան arczepiskopos Հարիլյան Լուսարավետ Սուրբ Ակոբյան միապանության Սուրբ Աթորույն Հայր Խատ Վարդապետ Ջունդուրյան
հոգեշնոր դեր Գևորգ Աբեղան, ինչպես նաև դա հոգեշնոր դեր Լևոնտ Վարդապետը, նույնպես հոգեշնոր դեր Դյոդորոս Ծայրակուն Վարդապետը եւ միևնույն ժամանակ քիչ մը դժվար է գրահել թիմակներով հոգեվարականները եւ մեր ցախին գտնվին ժառանգավոր սաները, որոնք միաստապարի կանգնած են։ Ամեն։ Հարկասը հայցում է։ Այսօր դներ։ Այդքան հոգ։ Հոգ։ Այո, ինքն է։ Անար Գևորգ։ Լավ դարին է։ Գևորգը սաղի շոկա, Գևորգը։ Լավ է։ Եվ մեր կողմեն, այո, ճուրը չորրորդնեկը, եւ մեր կողմեն, որպես մեր մասնակցությունը բերենք այդ առողջության կխոսենք մեր պատգամը սիրո, խաղաղության, Քրիստոսի հեզության, խոնարհության եւ Քրիստոսի զոհությունը մարդկանց նկատմամբ։ Հոգեշնոր հայրեր եւ բարեշնոր եւ բարեզած սարգսակներ։ Առաջին հերթին ընդունեցեք մեր անունով եւ Հորտնայության անունով ըսելուց էր շնավոր նոր տարի և սուրբ ծնունդ։ Ճշմարիտ է, որ 2020 թվականը եղավ դժվարին տարիմը մեկ կողմեն համաճարակը մարդիկ կխլեր հայրենիքի մեջ մեզմե, իսկ մյուս կողմեն Ղարաբաղյան պատերազմը մեզմե խլեց ահագին երիտասարդներ։ Աղոթենք Աստված, որպեսզի նախ բժշկություն շնորհե մեր հայրենիքին եւ բոլոր համայն աշխարհին, աշխարհի 4 տարածքին մեզի ազատելու եւ բրգելու այս համաճարակեն։ Երկրորդ, գաղութենք Աստված, որպեսզի Սփոց Հակոբյանց լիապանությունը մնա անսասան, որոնք կգադարեն Սուրբ Գործ Երուսաղեմենից բաբանելով հայ ազգի սպատերիները։ Ընդունեցեք մեր որդիական հարկանքները, մեր լավագույն բարեմաղթությունները, ամանորի եւ սուրբ ծնության բարեբաստիկ դոներուն արդիվ, թող Աստված շնորհե մեր բոլորին քաջառողջություն, բարգավաճ տարի, բոլորիս համար եւ յուրաքանչյուրիս համար ըլլա այս տարին ուրախ եւ զվարթ տարիներ։ Շնորհակալություն։ Հիշեք նաեւ թագավոր Հորդանանի թագավոր։ Ցեզ ասեմ ինչ համար։ 1900 սովորություն չէ։ 1917 թվականին թագավորի մեծ հայրը Հոսեյն Շերիֆը հատուկ մեզի հրովարտակ տված է արքայական եւ մեջը գսե պիտի նկատի ունենաք հայ ժողովուրդը, որ չարթեն ազատված է որպես մեր զավակները եւ զադողություն պիտի չլա եւ իրենց պիտի դա գեցության եւ ամեն տեսակ օժանդակություն եւ նկատի ունենք որպես մեր հայրենագիցները անոր համար երբ չարթին եկած ենք երբ մենք ճունենք դուն դեղ հորտանանի թակավորությունը այն ժամանակ իշխանություն էր մեզի դուն դեղ դվավ անոր համար մենք կաղոթենք անոր օրվա թակավորին առողջության դու գաղոթենք օրվա թակավորին, որ մեր երկիրը խաղաղ վիճակի մեջ կբահե, մինչև այսօր հաշիմական ընտանիքը մեզի գծուցապեր է բացարիք խնամակալություն հայ ազգին նկատմամբ, գծուցապեր է բացարիք հարաբերություն ունենք մենք բալադին հետը։ Շնորհակալություն գայտնենք Վսեմաշուկ թակավորին Աբդալլա երկրորդին, որ մեզի այս ուրախ արիթը շնորհեց, որոս ներկայալանք եւ միասնապար աղոթելու այս սուտ ետնագամարին ներքև եւ գաղոթենք հատկապես թակավորին, որպեսզի հորդանան քաղաքը առաջնորդե դեպի լույս ավակա, դեպի շնորհալի ավակա։
գաղութենք իր հաշիմական ընտանիքի Ամիր Ղազիին համար, որ ինքը քրիստոնյու ընդանուր պատասխանատուն է եւ հորտանան կեդի ապի գտնվող ընդանուր դարաձության ընդանուր բարչության ադենաբեդ դնորենն է գաղութենք իր առողջություն եւ գաղութենք որ ասված իրեն քաչարողջություն եւ իմաստություն դա որ ավելով զարգացնե Քրիստոսի ապին գտնվող հողը դարածքը եւ ոն ավելով եկեղեցիներ սարկվին գառուցվին ինչպես մեզի 2019 թվականին մեր խնդրանքով մեկ դունում եւս նվիրեցին հիմա 5 դունում հողունինք եւ այդ գործենք հիմա ոնդեղը շինել առաջնորդարանից կամ առաջնորդային նման եկեղեցու սկիզբը մուտքին այս սուրբ կարապետ հորտանան կեդի ապին եկեղեցու սկիզբը այդ դարածքի մեջ շինել սրա եւ առաջնորդարանից եւ բահագիդուն որբեսի ոնդեղը մնային ծեվով ունենանք մեր ներկայացիչը եւ ընդունի հայ կամ օդար այցելու ուխտավորներուն սկսած ենք հանքանակություն ներկայացնել որբեսի կարողանանք ոնդեղը հաջողին կառուցել այդ շինարարությունը եթե հիմա մեկը ուզենա այս տեսանյութը տեսնել են վերջ ուզենա ինչ որտեղ օգտակար լինել ինչպես ուր պետք է դիմի ինչ կա այդ հնարավորությունը ունենք առաջնորդարային հաշիվը ունենք ազգային դական խորհրդի հաշիվը եւ երկուքն ունին իրենց ստացականները կնամ դնել այս վիդեոյի տակի մի մասում դնեմ այդ հաշվի համարը կարելի է դուք հաշվի համարը չենք իրենք մեզ հետ գաբը ստեղծեն ուղղակի մենք ուղղակի իրենց հաշվի համարը կղրգենք եւ իրենք մեզի եթե գուզեն որ մեզի թիգուն կանգնել շատ շնորհակալ կլանք գեցիրքոց Հայրավետիս ես ինչքան լսած եմ դու շատ շինարարություններ կնես եւ անդադ բան կմտածես կնես Գարձեմ գնանք հիմա այնտեղ մեզի ցույց տաս միան ցեզս եմ առաջին շինարարությունը որը 2017 թվին այս եկեղեցին նորոգություններ եկեղեցին մի քանի անգամ նորոգեցին առաջինը ներգը մոտավորապես 30 տարի կամ 25 տարի չէ ներգված եկեղեցին ըստիվեցան եկեղեցին ամբողջությամբ ներգել միմյան գսենք 2023-ին կմպետը վիրավորված էր եւ եթե վերբարձացնենք հոս կրգին 23-ին հոստը սկաֆոլդներ թրինք եւ միջի վերը բարձացանք որովհետեւ կրգին նորեն ներգենք եւ եղած վնասները նորոգենք եւ արդասա վերագանքնենք եւ դուրսեն բինջերով գրաններով եկանք բարձացանք ամբողջ ծածկեցինք կմպետը նոր աստիճաններ դրինք եւ բոլոր բادرը ջերմեցինք որոնք 64 տարվա 63 տարվա ասենք ձուխը պոպ ամեն ինչը մակրեցինք պարկասու ավազի միջոցով մակրեցինք բոլոր բادرը անշուշտ միևնույն ժամանակ տեսանք գերգատները ջաղերը նորոգեցինք ցանցերը որտեղ հոս արաբ երեխաներ քար գնեին երբեմն որպես աբագին չկա ցանց դրածենք եւ ջաղեր կան դուրսը որ ժողովուրդը կպրնեն որ եկեցի բարձրացիանը բոլորը ներգեցինք որոնք ամեն 5 տարին անգամ նորոգության գարիք ունին դբրոցին բոլոր ջաղերը ներգեցինք Ուրեմն հիմա որ վիդեոտանք առաջնորդն այո Եթե գնագարենք գտեսակ որ կորկերը դուրս են ծմերը շատ ցուրտ կնե եկեցին ամբողջությամբ կորկերով ծածկված կլա Ուրեմն կորկերը դուրս անածենք լվացինք ամենը օջարներով մարդիկ եկան հadouk լվացին ուրեմն դուրս վացենք որ չորնան վաղ կամ մյուս օրը կհավաքվին իրենց տեղերը շտեմարանի մեջ կզետեղվին Սա ինչ է կոչվում Ասի փոքր առաջնորդարանն է հոստեղը գործածվի հոստեղ ավելի գործածվի թակավորը մեջտեղինն է կահաժարանքը եւ թակավորին հանգուցյալ թակավորը այո հայրը Ուրեմն հոսք գործածվի եկեղեցին վերջը որ գուքան ժողովուրդը ովքեր որոնք կուզեն մեզի հետ լալ միասին իրար հետ խոսին մոտ 30 աթորգան գուքան հոսք նստենք միասնապար եւ միասին սուրճ կխմենք հոս
կամ հյուրասիրություններ, իրենց զուներեն հյուրասիրություններ կբերեն։ Եթե հոգեհանգիստը լա, հոգեհանգիստի հոգեսուրճ կխմենք եւ միասին ժամանակ կանցնենք ոս։ Այսուր ես քամ լսեց հասկացա ամենը դու ես արել այստեղ։ Ասիգա մոտ 7 ամիս առաջ վերջացավ ասիգա հոս բարդեզեր։ Ուր այժմ մենք կգնանք բարդեզեր։ Փուն առաջնորդային տունը հոս երկաթի թուրգար, ցերկերս եթե գտեսնակ, աստեղիտոս հոս ամբողջությամբ բարդեզեր։ Մինչև վարը այդ մասը գար, այդ մասը հոնգար խոհանոց, զուկարան կամ պետկարան մեր լեզվով եւ առաջնորդարանի այս աթոռներն են որ հոնգային։ Հիմա որ ներս մտանք բոլորը միասին միացուցինք 13 մետր դարածությամբ երկայնքով եւ 6 մետր լայնքով առաջնորդարան սարքեցինք մեր պաշտոնական հյուրասիրության սրահն է։ Գրնանք ներս մտնալ Երուսաղեմը այստեղ է այս նկարները։ Նայեցեք Երուսաղեմի հոս գրված է միան ցույց տանք ձեզի միան հոս որ մի տեսնակ որտեղ հոս բադիակական փոխանորդություն եւ առաջնորդարան է գրված է հոս արաքելական աթոռ Սրբոց Հակոբյանց Երուսաղեմ առաջնորդարան հայոց ամմանի որտեղ ես Երուսաղեմից եմ, բադիակ սպազան օրգ ներկայացեմ, բադիակությունը ներկայացեմ, ուրեմն բարդավորին իմ բադիակարանից լոգոն հոս ներկայալա, եւ դա գրած է որոս առաջնորդարանը նույնպես հայոց ամմանի։ Եթե գտեսա Քրիստոսի կերեզմանը, հոստեղը նույնպես Քրիստոսի արտաքին բաժինը, ամենք նորեն, ամենք։ Հոս միայն առաջ գլխատիրը գար, գլխատիրն եղաբես գար, սուպագով, բայց նոր բադգենը բոլոր ես Երուսաղեմեն աբսպրեցի մեր դբարանին իրենք ինձ օգտակար դարձան եփերին մտնանք իմ առաջնորդարանը մի րոպե հրամեցեք հրամեցեք հոս 62 հոգի նստած հանգիստ եթե որ խիստ եթե բան որ գուզեն գլա աթորներ որտեն միջև 100 հոգի գարնի նկարներ են Այո, բադիակարանի նկարն է, որ Հիսուս սկսե, ես եմ ճամփան եւ ճշմարտությունը, ես եմ յանքը, գնոջ այո, բանը այո, բադիակի նկարն է, որ մենք հոսադուկ ծևով ասպրեցինք եւ ըստ հարմարության Իսկ հոս ինչ հիմնական պաշտոնական մեր ընդունելությունները հոս կնենք։ Այո, եթե որ եմեք տեսփան գուկա, որ եմեք նախարար, կամ որ եմեք եկեղեցվո գարավարական, կամ եկեղեցվո քույր եկեղեցվո մեծավորներ որ գուկան, մենք իրենց հոսքը թիմավորենք։ Իսկ հարաբերությունները հիմնական Ղպտի ասորի եւ Եթովպացի կան, թե մենակ Ղպտի ասորի, բայց մենք 11 եկեղեցին ենք, որը կգազմենք Հորդանանի գլխավոր եկեղեցիները։ Հայը, հույնը, լադինը եւ հույն կաթոլիկը ունին իրենց առաջնորդարանները։ Եվ իրենց եպիսկոպոսները, ասենք առաջնորդները, իսկ մույսները բոլորը ավելի ասենք հովություններ են, հոնգա Ղպտին ասորին, անգլիական եկեղեցին եւ գա լյուդերական եկեղեցին գողքին նույնպես կար ասենք լյուդերական եւ անգլիական եկեղեցին Ղպտի ասորին մենգալ 4 եկեղեցին 8 հադմի մարոնիտ եկեղեցին դա եւ հայ կաթոլիկը լադին եկեղեցին հետ կլան տարաբես ասոնքեն Միշտ այսինքն շնորհավորանքներ իրարու կայք Շնորհավորանք չի գա մենք շնորհավորանքը գերտանք որտեղ վարչապետի ինքը գորոշե որում կոպիդի կա վարչապետի ուր գերտան մենք իրեն յետևեն գերտան կամ իշխանական իշխանները ուր գնդրեն հոնգրա եթե հայրուն դեցին հոս կլա եթե ընդրեցին լադիներուն կով ըստ իրենց հարմարության Նույն նկարն է, նույն Արամ Խաչատուրյանն է գծողը, Արամ Խաչատուրյանին դեդեն։ Հա, գիտեմ, այս կնամ նկարը։ Այո, նույն տարին է, 1892 թվական։ Հա։ Նույն նկարն է, հարիև նման։ Ոստերի համար գծա։ Այո, որտեղ Խաչատուրյանն է հոս կա։ Հա, գա, եկած է մեկ քույրիկը։ Okay։ Բեդևյանը, Թալինին դեդեն է։ Հիմա, ուրեմն ասա մեր գրասենյակն է, ինչպես կտեսնակ Սուրբ Հակոբի դրոշակն է, որ մեր գողքին է, միևնույն ժամանակ հորդանեն դրոշակը գնենք, հիմա թուրին արջև տրած ենք, որտեղ հյուրասիրություններ գնենք, հոն ուզեցինք,
Հայաստան Թրոշակա օրտան Թրոշակա թակավորը որ մեզի շնորհավորական գղրգե զադիգին արդիվ իր շնորհավորական քարտը որ մեզի եկած է Հայրավետիս աս կաբիկները հյուրերու համար է թե քեզ համար է Գյանքի առաջնորդներն են աս երեք կապիտները Հայրավես են հասկացա դու ստեղ կամար Երուսաղեմ ես